ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին։ Պարոն Սերժ Սարգսյան, մենք այն քաղաքացիներն ենք, ովքեր հունիսի 22-ին եւ 23-ին դեմ են եղել ձեր այդ երկխոսությանը եւ հունիսի 28-ին չեն հեռացել Բաղրամյան պողոտայից, երբ ոստիկանությունը սպառնում էր կրկին կիրառել հատուկ միջոցներ եւ ֆիզիկական ուժ։ Ձեր ելույթը հունիսի 27-ին Հանրապետության տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ խորհրդակցության ժամանակ վերահաստատեց այն համոզմունքը, որ մեր դիրքորոշումը մերժել ձեզ այդ երկխոսությունը եղել է ճիշտ ու այն հանդիսացավ պատճառ, որ մենք չհեռացանք Բաղրամյան պողոտայից։ Ձերից խոսքերից պարզ դարձավ, որ էներգետիկ համակարգում կուտակված խնդրի վերաբերյալ տեղյակ եք եղել նախապես։ Հետ ՓԲ կողմից հրապարակված տարեկան հաշվետվությունից երևում է, որ սկսված 2012 թվականից այդ ընկերությունը 2011-ի համեմատ առնվազն 3 անգամ ավելացրել է իր ընթացիկ ծախսերը եւ արդեն 3 տարի իր ֆինանսական հաշվետվություններում խոշոր վնասներ է ցույց տալիս։ Դուք իրավացի եք, այդ հարցը առնչվում է շահութայերկրի վճարման խնդրի հետ եւ դեռևս 2013 թվականին պետությունը պարտավոր է եղել դրան արձագանքել։ Ընդ որում համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի արդեն այդ պահին արկա են քրեական գործ հարուցելու հիմքեր, հարակից չարամտորեն խուսափելու կասկածանքով։ Ernst & Young միջազգային աուդիտորական ընկերությունը 2014 թվականի փետրվարին եզրափակեց, որ հենց ՓԲ գտնվում է սնանկության եզրին։ Ձեր ելույթում հաստատեցիք, որ կառավարությունը տեղյակ եղել այդ մասին եւ աշխատանք է տարել ընկերության սեփականատիրոջը փոխելու ուղղությամբ։ Այնինչ այդ ժամանակ արդեն արկա են բոլոր պայմանները օրենքով սահմանված կարգով ընկերությունը ճանաչել սնանկ, նշանակել արտաքին կառավարում եւ մշակել ընկերության ֆինանսական առողջացման ծրագիր։ Ընդ որում այդ պահին ի հայտ եկան նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 193 հոդվածի համաձայն կանխամտածված սնանկության կասկածանքով քրեական գործ հարուցելու հիմքեր։ Օրենքով սահմանված գործառույթների փոխարեն պետությունը որոշեց սնանկ ընկերության պահպանման բեռը դնել հարության ուսերին, սակագների բարձրացման միջոցով։ Մենք բոլորս տեսանք, որ հենց ՓԲ 2015 թվականին ներկայացրած սակագնի բարձրացման ի սկզբանե կեղծ հայտ, որի ամբողջապես բավարարման դեպքում սպառողներին կպատճառվեին խոշոր վնասներ։ Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի սպառողներին խաբելու փորձը նույնպես հանդիսանում է քրեորեն պատժելի արարք, բայց պետությունը կրկին անգործություն ցուցաբերեց։ Այս ամենի փոխարեն հունիսի 23-ի առավոտյան պետությունը հարուցեց քրեական գործ այն խաղաղ ցուցարարների դեմ, ովքեր պահանջում էին երկրում հաստատել կարգ ու կանոն։ Եթե իսկապես ազնիվ ցանկություն ունեք մեզ հետ խոսելու, ապա դա կարող եք անել հունիսի 19-ի 22 ընկած ժամանակահատվածում կամ այն ժամանակ, երբ մեզ ապօրինի բերման ենթարկեցին ոստիկանություն խուլիգանություն կատարելու կասկածանքով։ Այդ պահին մենք բոլորս ձեր պատանդներն ենք եւ ոչինչ չէր խանգարում ուժի միջոցով մեզ բերման ենթարկել նաեւ Բաղրամյան 26 ձեր առաջարկը լսելու համար։ Ինչ վերաբերում է խնդիրը կարգավորել ձեր արած առաջարկին, ապա մենք ափսոսում ենք, որ չլուսաբանվեց այդ առաջարկի վերաբերյալ հանրապետության տնտեսական ոլորտի պատասխանատուների արձագանքը։ Հետաքրքիր կլիներ տեսնել այն բարձրաստիճան պաշտոնյաներին, ովքեր համաձայնեցին կրճատել ՀՀ պետական բյուջեում երկրի պաշտպանության համար սահմանված ծախսերը եւ ուղղել այդ գումարը սնանկության եզրին գտնվող մասնավոր ընկերությանը։ Ովքեր են այն մարդիկ, որ պատրաստ են կրճատել հայկական բանակին հասնող միջոցները բիբինի լեքսուսները ֆինանսավորելու համար։ Ինչ վերաբերում է ձեր առաջարկի մյուս կետին, պատվիրել մասնավոր խորհրդատվական ընկերության այն գործառույթը, որը օրենքով տրված է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, ապա ամբողջ հանրությունը իսկույն հասկացավ, որ այդ ձևական քայլը չի ստեղծում ոչ մի իրավական հետևանք սպառողների ու հենց ՓԲ-ի համար։ Ինչ վերաբերվում է այս ամենի հետ մեկտեղ ձեր ելույթում կար մի միտք, որ անվիճելի է, դեպի ժողովրդավարություն տանող ուղուն մեր երկիրն այլընտրանք չունի։ Խնդիրն այն է, որ անձամբ դուք եւ ձեր ղեկավարած կուսակցությունն եք հանդիսանում այսօր այդ ուղին արգելափակող գլխավոր պատնեշը։
Մեր երկրում ոչ թե էներգետիկ համակարգն է ախտահարված հիվանդությամբ, այլ ձեր կուսակցությունը, որը մի կողմից այսօր իր ձեռքում պահում է ամբողջ գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանությունը, մյուս կողմից հովանավորում է հանցագործների անպատժելիությունը եւ օգտագործում պետության ուժը ազնիվ քաղաքացիների դեմ։ Մենք զիջեցինք ոստիկանության ճշմարանը հուլիսի 6-ին միայն այն պատճառով, որ հիմա առաջնային խնդիր ենք համարում մաքրել մեր շարքերը հատուկ ծառայությունների կողմից ներդրված մարդկանցից։ Բաղրամյան պողոտայում նստածույցը բոլորի համար բաց հարթակ էր եւ մենք տեսանք, թե ինչպես բազմաթիվ փորձեր արվեցին տարածել ձեր ազդեցությունը ցուցարարների վրա։ Մենք շարունակելու ենք քաղաքացիական անազանդությունը այնքան ժամանակ, մինչև որ հատուկ ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չեղյալ ճանաչի սակագների բարձրացման մասին իր ընդունած որոշումը։ Իրավական ակտերի մասին օրենքի 75-րդ հոդվածի դրույթների համաձայն։ Հակառակ դեպքում, եթե հատուկ ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մինչև օգոստոսի 1-ը չընդունի այդ որոշումը, մենք շարունակենք քաղաքացիական աննազանդությունը այնքան ժամանակ, մինչև պետությունը չհարուցի քրեական գործեր էներգետիկ ոլորտը փլուզման եզրին հասցրած բոլոր պաշտոնյաների դեմ։ Մենք անելու ենք դա 3 փուլով։ Առաջին փուլում բաժանելու ենք բոլոր քաղաքացիներին թռուցիկներ։ Հայաստանում ապրում է մոտ 600,000 ընտանիք, որոնք բնակվում են 40-ից ավել քաղաքներում եւ մոտ 800 գյուղերում, գյուղական համայնքներում։ Մենք հասցնելու ենք մեր թռուցիկները արձերն յուրաքանչյուր ընտանիքի։ Այդ թռուցիկներով բացատրելու ենք բոլորին, որ իրավաչափ է եւ հիմնավորված մեր պահանջները չեղյալ ճանաչել սակագնի բարձրացման որոշումը եւ սուտ են մնացած բոլոր փաստարկները, որ հնչում են դրա եւ մեր շարժման դեմ։ Մենք բացատրելու ենք մարդկանց խաղաղ քաղաքացիական աննազանդության պայքարի ձևերը եւ հորդորելու ենք իրականացնել մարդաշատ խաղաղ հավաքներ Հայաստանի ողջ տարածքում։ Երկրորդ փուլում մենք 5 օրով արգելափակելու ենք Երևանի մյուս քաղաքների գլխավոր փողոցները։ Այդ ժամանակ բոլորին պարզ կդառնա, որ ոստիկանությունը անզոր է բիրտ ուժ կիրառել քաղաքացիների խաղաղ հավաքների դեմ։ Երրորդ փուլում մենք կրկին կբաժանենք թռուցիկներ եւ կբացատրենք բոլորին, թե ինչու է անհրաժեշտ համակարգված եղանակով հրաժարվել վճարել կոմունալ, նաեւ հեռախոսակապի վարձերը այնքան ժամանակ, մինչեւ որ չբավարարեն ժողովրդի պահանջները։ Մենք գործողություններով կստեղծենք երկրում այնպիսի իրավիճակ, որ հովանավորները եւ օժանդակողները չեն բրգի ձեր գլխավորած ռեժիմը եւ ստիպված կլինեք վերադարձնել իշխանությունը ժողովրդին։ Երկրորդ կետի հետ կապված հարցեր կան, հա, այսինքն գլխավոր փողոցները պատրաստվում եք ոնց հակել, միատակ մանրամասներ։ Երկրորդ կետը առանձին կետ չէ, դա մենք տեղեկացնենք, ասացի, որ առաջին փուլով մենք տեղեկացնելու ենք Հայաստանի Հանրապետության բոլոր ընտանիքներին եւ երկրորդ փուլը կհետեւի առաջին փուլը իրականացնելուց հետո։ Ժամկետներ կան։ Ժամկետներ առայժմս չկա, բայց մենք այսօրվանից մենք սկսում ենք մեր հայտարարած վճռական նոր փուլը։ Այսինքն առաջին փուլը գնալու եք մարզեր, թռուցիկներ, այո, մինչև երբ կտեղեկացնենք, երբ որ վերջացնենք բոլոր ընտանիքները կստանան թռուցիկներ։ Այսինքն կախված է առաջի փուլի դրական ավարտից երկրորդ փուլի անցնելը։ Առաջի փուլի դրական ավարտը ենթադրում է թռուցիկները հասնեն ամեն մի քաղաքացու եւ բացատրենք, ներկայացնենք, թե որոնք են մեր գործողությունները։ Երկրորդ փուլը ուղղակի կհաջորդի առաջին փուլի ավարտից հետո։ Մոտավոր ժամանակացույց։ Այս պահին չեն կարող ձեզ մոտավոր ժամանակացույց ասել։ Ernst & Young-ի աուդիտորական ընկերության եզրակացությունը որտեղից եք ձեռք։ Ինչպես։ Որտեղից եք ձեռք բերել Ernst & Young-ի համացանցից։ Ձեզ կարող ենք տրամադրել տաղուկները։ Այլ հարցեր։ Երթը լինելու է դեպի ՀԿ գրասենյակ։ Մենք Սերժ Սարգսյանին չենք ճանաչում լեգիտիմ նախագահ եւ դրա համար մենք նամակը հիմնավորում էր թե մենք ինչի համար ենք գնում Հայաստանի Հանրապետական կուսակցություն եւ մեր նամակը փոխանցել նրանց։ Դրա համար ովքերով եք ընդհանուր ծրագրեր իրականացնելու, թե ընդդիմի անդամները։
Ես անունները կհնչեցնեմ հիմա։ Արաքելյան Տիգրան, Գիշյան Հրայր, մի քանիսը ընթացքում կստորագրեն։ Գրիգորյան Պավել, Եղազարյան Գագիկ, Թարվերդյան Արամ, Իսկանդարյան Արման, Լևոնյան Վահագն, Հովանեսյան Դավիթ, Ղուկասյան Անդրեաս եւ Սանասարյան Դավիթ։ Սա Ոտքի Հայաստան Սա Ոտքի Հայաստան նախաձեռնող խումբն է եւ ուրբաթ օրը հարգելի լրագրողներ, ուրբաթ օրը Ազատության հրապարակում մենք ներկայացնելու ենք մեր հետագա քայլերը։